10 3 ոսկի ֆիլմի մասին։ Առաջին. Ձյունը իրական էր եւ չսպասված։ Նկարահանման վերջին օրը անսպասելի ձյուն է տեղացել եւ սցենարը փոխվել է այնպես, որ դա արդարացված լինի։ Երկրորդ. այս 4 կերպարները կերտել է մեկ դերասան։ Բոլոր 4 կերպարներին մարմնավորում է տաղանդավոր դերասան Արտյոմ Ազարյանը, քանի որ ֆիլմում պետք էր պահել այն գիծը, որ այս 4 կերպարները փոխկապակցված են։ Երրորդ. անտառի տնակը իմպրովիզացիա է։ Սկզբում նկարահանումները նախատեսված էր անել Դենդրոպարկում, սակայն մեզ անսպասելի վտարեցին այնտեղից եւ նկարիչները մեկ գիշերվա ընթացքում պատրաստեցին այս տնակը, քանի որ մնացել էր նկարահանման ընդամենը 1 օր։ Չորրորդ. այս կադրը նկարահանելիս մենք գրեթե կորցնում էինք դրոնը։ Ցուրտ եղանակին այդ կադրը ստանալուց հետո շատ արագ անջատեցի հեռակառավարման վահանակը եւ դրեցի պայուսակի մեջ։ Եվ մի քանի րոպե հետո միայն հիշեցի, որ դրոնը չեմ իջեցրել։ Բարեբախտաբար այն մնացել էր օդում եւ չէր ընկել։ 5-րդ. կամերաները ցրտից անջատվում էին։ Վերջին ձյունառատ օրը այնքան ցուրտ էր Լեջանի անտառում, որ կամերաները երբեմն հրաժարվում էին միանալ, եւ մենք ստիպված շնչով էինք տաքացնում դրանք, որպեսզի նորից աշխատեն։ 6-րդ. այս տեսարանում ձեռքը չի պատկանում Սոնային, քանի որ նկարահանումներից առաջ մոռացել էինք Սոնային զգուշացնել, որ մատնահարդարում չպետք է լինի, նա եկել էր խնամված եւ վառ կարմիր եղունգներով։ Այդ իսկ պատճառով մենք նկարահանեցինք ձայնային օպերատորի ձեռքը։ 7-րդ. տատիկի տեսարանը նկարահանելիս ընդհարում եղավ X մարդկանց հետ։ Արտյոմը պահի տակ մոռացել էր, որ նա տատիկի գրիմով եւ հագուստով է։ Ու երբ կռվի ժամանակ նրան ասեցին դու մի խառնվի, նա պատասխանեց. հորդ թայք կնիկ եմ, ոնց ես հետս խոսում։ 8-րդ. թունելի տեսարանը նկարահանվել է 3 անգամ։ Ֆիլմում չէր երևում միստիկ վիճակը, որը որ պետք է երևար, ինչի պատճառով ստիպված եղանք այն նկարել 3 անգամ, մինչև հասնենք մեր ուզած արդյունքին։ 9-րդ. նկարահանող խումբը կարող էր լուրջ մարմնական վնասվածքներ ստանալ։ Լեջանի բարի բնակիչներից մեկը ցանկություն էր հայտնել օգնել մեզ եւ իր բեռնատար մեքենայով մեզ եւ տեխնիկան բարձրացնել անտառ։ Սակայն ճանապարհի սարսափելի լինելու պատճառով անիվը պայթեց եւ մեքենան գրեթե կողաշրջվում էր։ Իդեպ շնորհակալություն Հովանեսին եւ իր ընտանիքին մեզ շատ հարցերում օգնելու համար։ Եվ 10-րդ. օպերատորը ֆիլմի պատճառով զրկվեց կույրաղիքից, քանի որ ձմռանը անտառում ավելի քան 10 օր ակտիվ նկարահանումներ էին ընթանում։ Օպերատորի կույրաղիքը բորբոքվում է եւ նրան շտապ հասցնում են հիվանդանոց եւ վիրահատում։ Իդեպ ֆիլմի օպերատորը ես եմ։ Հա բայց ասա հետաքրքիր սուվենիր կլներ, որ կույրաղիքը ստային պահեի։ Պետք է կարեքսը 4-ից ջարդեիք ամեն մեկը մի գտա։ Ասի կդնեմ։ Մեկնաբանություններում գրեք ձեր սիրած ֆիլմը, որպեսզի անդրադառնանք։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից ենք խոսելու։